Ընդհանրապես մարդկային հաղորդակցումը ունի երկու ձև՝ վերբալ եւ ոչ վերբալ։ Խոսքային ձևը իհարկե ավելի զարգացած է, ավելի կարևոր է, բայց կան հաջորդող ոչ վերբալ ձևեր եւ հայացքը այդ առումով աչքերը շատ ցուցադրական են։ Բոլոր ազգերի մոտ կա հայացքի աչքերի նկատմամբ շատ արտահայտություններ պոեզիայի, արվեստի, գրականության տարբեր գործերում, բայց տեսեք հայի աչքերի մասին են ասում փախիտ։ Հայի աչքեր, սիրուն աչքեր, սևանդ է ձեզ պատել դարեր, սև վիշտ է ձեզ տանջել, մաշել, ձեզնից ժպիտն առել տարել, լույսի լճակ, աչքեր տրտում, այդ երբ դարձակ այդպես խնդում, հայի աչքեր, սիրուն աչքեր։ Աչքերը խիստ կարևոր օրգան են մարդաբանների համար, ռասայական դասակարգումների, էթնիկական բնորոշումների, մարդաբանական տիպեր բնութագրելու համար։ Մարդը ամբողջական է եւ բնական է, որ մարդու մարմնի տարբեր մասերը, լինելով այդ ամբողջության մասնիկներ, անպայման ինֆորմացիա են տալիս այդ ամբողջության մասին։ Նույնը եւ աչքերն են, ուղղակի աչքերը ավելի երևացող են եւ զարմանալի է, լինելով այդպես երևացող, լինելով այդպես արտահայտիչ, բայց հոգեբանության տեսանկյունից քիչ են ուսումնասիրված։ Բժշկության տեսանկյունից ուսումնասիրված է, օրինակ հատուկ ձև կա, մեթոդ կա, որը կոչվում է իրիդիոդիագնոստիկա, այսինքն աչքի բիբի կառուցվածքի եւ ստրուկտուրայի հիման վրա անում են եզրակացություններ, արդեն ընդունված բան է դա, նույնիսկ կոմպյուտերիզացված է, այն աստիճանի է ֆորմալիզացված, որ կոմպյուտերը նայում է եւ դուրս է տալիս տվյալները, թե ցույց է տալիս, թե ինչ հիվանդություն ունի մարդը, որտեղ պարզվում է, որ աչքերի բիբերում արտահայտված է ներքին օրգանների վիճակը։ Հավանական է դա նորմալ երևույթ է, մենք սովոր չենք ուղղակի, որ մարդու ամբողջության այս բարդության մեջ կարող է առանձին մի որևէ մասնիկ բավականին շատ քանակով ինֆորմացիա կրել։ Ինչ ասել է հայի աչքեր, որ հատկանիշներ են, որոնք բնութագրում են հայի աչքերը։ Մարդաբանների համար դրանք առաջին հերթին մուգ գունավորումն է եւ լայն կտրվածքը։ Այս երկու հատկանիշներով հայերը միանգամայն տեղադրվում են հարավ եվրոպեոիդ ռասայի մարդաբանական տիպերի միջինացված ուրեմն տվյալների մեջ եւ առանձնապես չեն տարբերվում։ Հայի աչքերը, հայի հայացքը իհարկե ունի եւ ընդհանրություն եւ տարբերություն մնացած ազգերի հետ համեմատ։ Եվ ասեմ, իհարկե մեր աչքերում արտացոլված է եւ մեր անցյալը, բայց նաեւ մեր անցյալը ազդում է մեր ներկայի վրա, էլի աչքերի միջոցով, որովհետեւ փաստորեն տեսեք ընդունված է, որ ամենացուցադրական կողմը հայացքի դա տխրությունն է։ Սակայն հայի աչքերը ունեն այնպիսի հատկանիշներ, որոնք եվրոպեոիդ ռասայի մակարդակով կարող են ռեկորդագիր համարվել։ Որոնք են այդ հատկանիշները։ Առաջին հերթին դա հայի աչքերի մազածածկույթի փարթամությունն է, իդեմս երկար թարթիչների եւ թավ ունքերի։ Բնորոշ է հայերի համար երկու ունքերի բաժանարարը, քթարմատը, որը իր զարգացվածությամբ համաշխարհային մաքսիմումի է հասնում եւ այդ առումով մեզ հետ կարող են մրցել միայն Ավստրալիայի աբորիգենները։ Հայի զույգ աչքերը միմյանցից բաժանում է մի այնպիսի հզոր օրգան, ինչպիսին հայի քիթն է, որը հատկապես աչքերի անկյունների, ներքին անկյունների հատվածում իր հորիզոնական տրամաչափով դարձյալ համաշխարհային մաքսիմալ ուրեմն չափեր է դրսևորում։
հատուկ արտահայտչականություն է տալիս այնպիսի մի կարևոր հատկություն, ինչպիսին ասիմետրիկությունն է։ Մի աչքը մյուսից ավտոնոմ կկոչելու կամ ունքը մյուսից ավտոնոմ բարձրացնելու հատկությունը։ Այդ ասիմետրիկությունը ասեմ, որ դարձյալ շատ հատկանշական է հայերին։ Հայի աչքերի թեքությունը, ակնակապիչների արտաքին եւ ներքին անկյունների եւ ըստ այդմ աչքերի կտրվածքի եւ անկյունների թեքությունը, որ եթե մենք ուրվագծենք, սխեմատիզացնենք, միանգամայն ապլիկացվում է եւ համընկնում է հունական տրագեդիայի դիմակի հետ։ Հոգեբանության մեջ ըմբռնման օրինաչափություն կա, որը կոչվում է ապերցեպցիայի օրենք։ Այսինքն մենք ինչ որ բաներ ըմբռնում ենք մեր փորձից եւ մեր հուզական վիճակից ելնելով։ Այդ շատ գեղեցիկ հոգեբանական օրինաչափություն է։ Եթե մենք սովոր այստեղ եթե նաև ընդունենք, որ դիրքորոշումներ կան ազգային պատմության կողմից տրված մեզ, ուրեմն համապատասխան, եթե դրան է գումարենք, որ զուտ կառուցվածքային մարդաբանական է, այսպես ասած, տեսանկյունից կամ ֆիզիոլոգիական տեսանկյունից կառուցվածքը այնպիսին է, որ ավելի ուղղված է լինում թախծոտությունը ցույց տալու։ Բնական է, որ մենք արդեն կարող ենք ըմբռնել նույնիսկ ոչ թախից հայացք, որպես թախից հայացք։ Հայկական լեռնաշխարհի մեր նախնիների մարդաբանական տիպը ավանդված է ոչ միայն հնագիտական նյութերով եւ գրավոր սկզբնաղբյուրներով, այլև այն հետաքրքիր հնագիտական գտածություններով, որոնց վրա պատկերված է մեր նախնիների կերպարը։ Այս առումով շատ հետաքրքիր են եւ վաղ բրոնզե դարյան եւ միջին բրոնզե դարյան, ուշ բրոնզի երկաթի դարաշրջանի ուրարտական եւ նույնիսկ անտիկ ժամանակաշրջանների հնագիտական գտածությունները։ Մասնավորապես հետաքրքիր է Քարաշամբի գավաթը, որտեղ ներկայացված է 23 անձանց կերպարներ։ Դրանք կլորագանք, կարճագանք, ընդգծված քթով եւ մեծ աչքերով անհատներ են, ըստ որում երկու խմբի մարդիկ նույնպես, որոնք պայքարում են մեկը մյուսի դեմ։ Ընդգծված է կլորագանգությունը, լայն ճակատը, քիթը, աչքերը եւ ըստ էության բացակայում է բերանը։ Հատկանիշ, որ կարծես թե պահպանվում է նաեւ ուշ շրջանի պատկերային եւ քանդակներում եւ փորագրություններում եւ դրվագումներում։ Այս առումով հետաքրքիր է ուրարտական նաեւ թիթեղների վրա արված մարդկանց պատկերները, որտեղ ընդգծված է աչքը, քիթը եւ չկա բերանը։ Եվ զարմանալի է, որ նույն պատկերագրությունը հազարամյակներ անց պահպանվել է նաեւ 19-րդ դարի հայկական եկեղեցական գորգերում։ Հայոց մեծ զգալի տոկոս են կազմում երկնագույն աչքերով անհատները։ Երկնագույն աչքերի հարցը առաջին անգամ մարդաբանական գրականության մեջ արձակել է ռուս գիտնական բունակը։ Նա արհեստականորեն այդ մեր նախնիներին գունավորեց բաց գույներով եւ երկնագույն աչքերով, տեղադրելով այդ մարդաբանական տիպը Եվրոպայի դրասայի հյուսիսային ճյուղի մեջ։ Բացառված չի նաև, որ երկնագույն աչքերի երանգավորումը եւ ընդհանրապես բաց պիգմենտավորումը հայկական լեռնաշխարհում լինի շատ արխայիկ հատկանիշ եւ հանդես եկած լինի մուգ պիգմենտավորման եւ մուգ աչքերի հատկանիշների հետ միաժամանակ։ Եթե այսպեսի մի տրամաբանական վերակազմություն անենք, որ եթե այսօր հայկական լեռնաշխարհի տարածքից հայտնաբերված գանգաբանական տիպերը ընդգրկում են ողջ Եվրոպայի դրասային բնորոշ ձևաբանական հատկանիշները, ապա ինչու չմտածել, որ հայկական լեռնաշխարհում ի սկզբանե եղել են նաև պիգմենտավորման տարբեր երանգավորումներ, այդ թվում նաև բաց եւ մուգ պիգմենտավորում բաց գույները, խտացումները, այդ գույների խտացումները։ Ըստ էության արտաքինը կարևորագույն դեր է ունեցել ոչ միայն մարդու կերպարը ներկայացնելու, այլև թերևս նաև դրա էթնիկական հատկանիշները նշելու համար, ինչը կարող է հանդիսանալ նաև մեր հայ ինքնանվանումը։ Բանն այն է, որ տարբեր բացատրություններից զատ մի շատ կարևոր հանգամանք կա։ Հայ բառը, հայ, հայել, հայացք, հայելի, նաև տեսնել, նայել է նշանակում։ Հնարավոր է, որ աչքերի գործողությունը ֆունկցիան այն կարևորագույն հատկանիշներից մեկն էր հայկական լեռնաշխարհում, որ նաև էթնիկական բնույթ եւ նշանակություն է բերել։ Այս առումով ես ցանկանայի բերել մի քանի հետաքրքիր զուգահեռներ, որոնք պահպանվել են նաև Վանի բարբառում։ Հայկ անունը Վանի բարբառում հիշատակվում է նաև խեք ձևով, դա նաև Օրիոն աստղային համաստեղությունն է, եւ խենք Վանի բարբառում հիշատակվող ուրեմն
արտահայտությունը, որ նշանակում է խոսում ենք։ Խոսելով հայերի գույնային հատկանիշների մասին ընդհանրապես եւ աչքերի գույնի մասին մասնավորապես, ես կուզեի ասել նաեւ մեկ այլ գունավորման մասին, որը խիստ ծպտված է եւ թաքնված է հայոց մեջ, դա շեկությունն է։ Շեկության գունավորումը պետք է փնտրել պիգմենտի մեջ պղնձի առատության, պղնձի միկրոէլեմենտի առատության ուրեմն պարագայում։ Այդպիսի ուսումնասիրություն իմ ռուս գոլեգաներից մեկը արել է, ստուգելով միկրոէլեմենտների բաղադրությունը տարբեր ազգերի մազի մեջ եւ պարզվել է, որ առաջավոր ասիական էթնիկ հանրությունների եւ հատկապես հայերը բավականին առատ պարունակություն ունեն պղնձի իրենց մազի ուրեմն քիմիական բաղադրության մեջ։ Բացառված չի, որ մեր ազգածին Նահապետ Հայկը, որին Խորենացին ներկայացնում է որպես խայտակն, այսինքն վառվռուն աչքերով, եւ կրակի որդի Վահագնը կրակագույն արտաքինով, որի աչքերը համեմատվում էին արեգակների մեջ, իրենց կերպարների մեջ մարմնավորում էին արխայիկ մեծ իրականությունը։ Զուգահեռներ կան նաև այլ առումով։ Հայեք նշանակում է դիտակետ, նավի դիտակետ, որտեղից դիտում էին հեռուն։ Հայդյակ բառը տեսուչ վերակացու է նշանակում, այսինքն մենք ունենք որոշակի բառակազմ, բառախումբ, որտեղ հայ բառազմատը ոչ միայն էթնիկական հատկանիշ է, որը պահպանվել եւ մեր ինքնանունն է դարձել, այլ նաեւ որոշակի գործողություն է ցույց տալիս։ Տեսեք, զարմանալի բան է, բայց շատ քիչ է լինում, որ մենք բոլորս կարողանում ենք լիաթոք, լիարժեք ուրախանալ։ Անպայման մեր ուրախության մեջ ինչ որ տխրության բան կա, անպայման մտածմունքային ինչ որ բան կա, շատ քիչ է լինում, որ կարողանում ենք լիովին նվիրվել ուրախությանը, ոնց որ նույնիսկ մի տեսակ ամոթ լինի լիարժեք ուրախանալուն, ոնց որ ասում ես, ոնց, ախր, մեր պատմությունը, մեր ազգը, մեր իրավիճակը եւ այլն։ Գիտեք, դա ազդում է դրսևորման մարդու վարքի դրսևորման վրա։ Բնականաբար շատ հետաքրքիր հանգամանք կապված է նաև աչքերի պաշտամունքային բնույթի հետ, որը նաև դրսևորվում է հայկական լեռնաշխարհում։ Հնդեվրոպական մի շատ ժողովուրդների մոտ, սկսած սկանդինավներից մինչև Բալկաններ եւ նաև հայկական լեռնաշխարհ, աչքը առնչվում է նաև ջրի հետ։ Օրինակ Օդինի մոտ սկանդինավյան առասպելներում Օդինի աչքերից սկիզբ էր առնում գետը եւ բալկանյան, խեթական, սլավոնական, որոշ սեմական լեզուներում նաև աչքը եւ աղբյուրը նույն արմատն ունեն։ Այսպեսին նաև հայերի մոտ ակն եւ աչք բառերը նշանակում են եւ աչք եւ աղբյուրի սկիզբ։ Դրա լավագույն զուգահեռները ակնալիճն է եւ իհարկե մեր հրաշալի առասպելներից մեկը, որը շատ լավ մշակվել է Թումանյանի կողմից, դա Փարվանայի վերաբերյալ առասպելն է, որտեղ աչքերի արդյունքները վերածվում են լճի։ Այսինքն ակ, աչք, հայել արտահայտությունը ունի եւ էթնիկական, եւ վարքագծային, եւ նաեւ որոշակի տեսական իմաստաբանություն։ Իհարկե, եթե մենք խոսում ենք դրա մասին, որ հայի աչքերը գեղեցիկ են, արտահայտիչ են, մենք միշտ համեմատություն ենք կատարում։ Ասում ենք, օրինակ, այս ազգինը այդպես չի, իսկ այս ազգինը այդպես է։ Եվ իհարկե մենք ունենք ձգտում, որ մեր հայացքը, մեր աչքերը լինեն ավելի գեղեցիկ, քան ուրիշներինը լինեն ավելի արտահայտիչ։ Ես կողմնակից եմ դա դիտելու որպես յուրահատկություն։ Եվ այն կարևոր հանգամանքը, որ մեր նախնիները նաև մենք մեր ինքնությունը եւ մեր ինքնագիտակցումը եւ մեր կերպարը պատկերացնում ենք գլորագանգության, ընդգծված քթի եւ աչքերի մեջ, միգուցե կարելի է բացատրել նաեւ այն հանգամանքը, որ առաջինը ինչ անցալում ենք մենք ոչ թե սրտով, ոչ թե ձեռքերով, ոչ թե վարքագծով, այլ աչքերով է։ Այսինքն այն ամենը, ինչ առաջին հերթին մտնում է մարդու հոգու մեջ, նրա կերպարի մեջ, դա գալիս է աչքերից եւ ոչ միայն իր, այլև դիմացինի աչքերից։ Աչերը թե ծովեն առած եւ ուները թե իթու խամպեն։ Այդ քո պատկերը դու սոտախդ իզարթին կարմիշ տերևեն։
Այսպիսով հայի աչքեր հասկացությունը ոչ միայն ազգային անձնագիր է բնորոշում, այլ նաև լուրջ ներշնչանքի աղբյուր է հանդիսացել պոետների համար։ Թու խաչք ու թու խունք ունիս, թու մազեր, կուլակը տիհոքիս, աչերը դու հանց ունիս, աչները ձախտ խորով է, ունքերը դու հանց ունիս, որ Շիրազն է հիմնեքան է։ Լավ կլիներ, որ այդ թաղծոտությունը մեր մոտ լինի ոչ թե մշտական երևույթ, այլ այն ժամանակ, երբ որ թաղծոտությունը պետք է, երբ որ դա իրոք արտահայտում է այն իրականությունը, որ պետք է թաղծոտ լինել։ Խոր են քո հուր աչքերը, հուրդ իմ հուրն է այրում, սիրտս երգում է հրում, խոր են քո հուր աչքերը, հուր են քո սուրտ տեգերը, հուրդ վարված իմ հրում, խոր են քո հուր աչքերը, հուրդ իմ հուրն է այրում։